Վերադարձանք տաղավար, սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է մշակութային առավոտը եւ ինչպես խոստացել ենք, նաեւ երաժշտական աշխարհի մասին զրույցներով էլ շարունակելու ենք օրը մեր հյուրերի հետ։ Այսօր փետրվարի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի, որտեղ ձայները հանդիպում են նվագախմբին խորագրով համերգը։ Եվ այս համերգի մասին բոլոր մանրամասները կիմանանք մեր հյուրերից։ Այո, շտապ եմ ներկայացնել նրանց Ֆելիքս Բաբուրյան, Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն եւ Սիփան Օլլա դիրիժոր, տենոր, համերգի գեղարվեստական ղեկավար։ Բարի լույս։ Բարի գալուստ Հայաստան։ Շնորհակալություն։ Դե եկեք միանգամից զրուցենք համերգի մասին, ինչպես ծնվեց, որտեղ ձայները հանդիպում են նվագախմբին համերգի այդ գաղափարը եւ ինչ խորհուրդ է կրում այն։ Շատ հետաքրքիր ուրեմն կոնցեպտ ունի համերգը, քանի որ ունենք երկու վոկալիստ, ես ինքս որպես տենոր եւ Շողիկ Թորոսյան սոպրանո, լիբանանահայ հայտնի երգչուհի, եւ գաղափարը ծնվել էր արդեն վաղուց, պարզապես յուրաքանչյուր նման մեծամասշտաբ համերգ պահանջում է բավականաչափ երկարաժամկետ աշխատանք, բանակցություններ, համաձայնություններ, ծրագրի իրականացում եւ ահավասիկ եկանք հասանք այսօրվան, երբ պիտի տեղի ունենա այս գեղեցիկ միջոցառումը։ Նշեմ, որ համերգի ուրեմն մասնակիցները, ինչպես արդեն ասացի, Շողիկ Թորոսյանը սոպրանո Լիբանանից եւ Մարիա Փալասյանը դաշնակահարուհի Մեծ Բրիտանիայից իմ մասնակցությամբ որոշեցինք դիմել Երևանի կամերային նվագախմբի տնօրինությանը եւ ստացանք հավանություն համագործակցելու այս ծրագրի շուրջ։ Եվ պիտի ներկայացնենք մի շարք կոմպոզիտորների, հայ եւ եվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, արիաներ, ռոմանսներ, ինչպես նաեւ ստեղծագործություններ նվագախմբի համար, անմասն չենք թողել այս տարվա հոբելյաններին, օրինակ Արնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, ինչպես նաև ունենք երգացանկում ստեղծագործություններ Ռոբերտ Ամիրխանյանից, Այվազյանից, Ղազարոս Սարյանից, Խաչատրյանից, ինչպես նաև ունենք մի շարք հետաքրքիր անակնկալներ համերգի ընթացքում, որը որ պիտի ըմբոշխնի հանդիսատեսը, որ պիտի բախտ ունենա ներկա գտնվել այս համերգին։ Մեզ չեք ասի, ինչ անակնկալ։ Անակնկալ է, դրա համար էլ չեմ ասի, թող գան եւ տեսնեն իրենք դեռ ժամանակ կա, մինչև երեկո, խրախուսում ենք բոլորին ներկա գտնվել։ Պիտի ասեմ, որ շատ հետաքրքիր ընթացք է յուրաքանչյուր համերգի նախապատրաստական աշխատանքը, բավականին պատասխանատու, որովհետև ասեմ, որ սա իմ եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի արդեն երրորդ մեծամասշտաբ համագործակցությունն է, սկսել ենք 2024 թվականից եվրոպական խոշոր տուրով 6 երկրներում, այնուհետև ունեցանք անցյալ տարի եւս մեկ հետաքրքիր եւ լայնամասշտաբ համերգային ուղևորություն Ֆրանսիա եւ 5 Միացյալ Նահանգներ, Seattle, Las Vegas, Los Angeles, New York եւ Boston եւ այս տարի արդեն ունենք հետեւյալ հնարավորությունը ներկայացնելու 28 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի պետական կամերային նվագախումբը Լիբանանում եւ պատկերացրեք թե ինչպիսի մեծ ողջավորվածությամբ եւ մեծ սպասումով եւ լիբանանահայությունը, ինչպես նաեւ լիբանանցի հանդիսատեսը պիտի ընդունի Հայաստանի պետական կամերային նվագախմբին այնտեղ։ Իսկապես սա հիանալի ճանապարհ է, որը սկսվել է 2024 թվականից, այլ նախագծերի, այլ գաղափարների շրջանակներում եւ շարունակվում է։ Ինչ փորձառություն է նվագախմբի համար աշխատել մեր հայազգի ստեղծագործողների, մեծանուն հայրենակիցների հետ, որոնք բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս եւ հենց համերգի նպատակով շատ հաճախ գալիս են Հայաստան ու նաեւ նվագախմբի համար դառնում հնարավորություն Հայաստանի սահմաններից դուրս եւս մեկ անգամ լինելու։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը շատ է աշխատում հայ արտիստների հետ, դիրիժորների հետ, մենակատարների հետ եւ առիթը բաց չենք թողնում հրավիրելու մեր հայրենակիցներին, ովքեր երկար ժամանակ չեն եղել Հայաստանում կամ ընդհանրապես չեն եղել։ Երևի մի քանի տարի առաջ նվագախումբը ուներ մի ծրագիր, ոչ միայն նվագախումբ, այլև կամերային երաժշտական կենտրոնը։ Մենք ունենք ծրագիր, որ կոչվում էր Հայահավաք, որի ընթացքում, որի շրջանակում մենք հրավիրում էինք
հայ արտիստներին, ովքեր գրեթե չեն եղել Հայաստանում կամ մեծ երկար ժամանակ չեն եղել Հայաստանում, ավելի քան 15-20 տարի եւ մի քանի դիրիժորներ, արտիստներ ժամանեցին Հայաստան նվագախմբի հետ աշխատելու։ Սիփանոլայի հետ, ինչպես այսօր նշեց, մենք արդեն 3-րդ անգամ ենք համագործակցում շատ մեծ ողջավորությամբ եւ բոլոր ծրագրերը շատ հետաքրքիր են, որովհետեւ այն երաժշտությունը, որ մենք մատուցում ենք Հայաստանում, նաեւ տանում ենք արտերկիր եւ դա Հայաստանի պետական կամերային նվագախմբի առաքելություններից մեկն է ներկայացնել հայ երաժշտությունը արտերկրում, ինչը կարծում եմ բավական լավ ստացվում է մեզ մոտ։ Իսկապես եւ դա փաստում են հանդիսատեսի թիվը թե Հայաստանում, մեր համերգասրահներում, թե Հայաստանի սահմաններից դուրս, Իդեպ Բեյրութում տոմսերը արդեն սպառվել են, այնպես որ մենք ունենք դեռ հնարավորություն այդ նույն ցուցանիշը այստեղ ունենալու, որովհետեւ երեկոյան է համերգը։ Բայց հետաքրքիր է իմանալ ինչպիսի մարտահրավերների եք բախվում, երբ միավորվում են դասական հնչյունները եւ վոկալ արվեստը մեկ գաղափարի շուրջ։ Տեսեք, հետաքրքիր իրավիճակ է իմ պարագան, քանի որ ես ունեմ երկու հիմնական մասնագիտություն՝ եւ օպերային երգեցողություն եւ դիրիժորություն, ինչպես նաեւ դիրիժորություն որպես երգչախմբային, ինչպես նաեւ նվագախմբային։ Այս մասնագիտությունները իրարից բավականին տարբերվող եւ իրարից չափազանց մեծ պատասխանատվություն ու բարդություն ներկայացնող մասնագիտություններ են։ 2009-ից ի վեր բնակվում եմ Միացյալ Թագավորությունում, Լոնդոնում, այնտեղ նույնպես վերապատրաստվել եմ մագիստրատուրայում Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում որպես տենոր երգիչ եւ որպես դիրիժոր, ու ունեմ բազմաթիվ փորձ աշխատելու տարբեր երգչախմբերի, ինչպես նաև նվագախմբերի, 2013-ից հիմնել եմ իմ իսկ նվագախումբը եւ երգչախումբը Լոնդոնում։ Մեր նպատակն է եղել ի սկզբանե Միացյալ Թագավորությունում մշտապես տարածել հայկական դասական երաժշտությունը եւ Բրիտանիայի ոչ միայն հայության, այնպես ինչպես նաև բրիտանական երաժշտասեր հանդիսատեսին ներկայացնել իրենց անծանոթ հայ կոմպոզիտորներին։ Եվ վերջի տարիներին արդեն մենք հասցրել ենք 18 հայ կոմպոզիտորների ներկայացնել, բացի Խաչատրյանից եւ Կոմիտասից, ինչպես նաեւ Կոմիտասին եւ Խաչատրյանին պարբերաբար անդրադառնալով։ Պիտի նշեմ, որ սա մեր առաքելությունն է։ Կատարողական արվեստը ինքնին հենց կոչվում է կատարողական, ինչու պետք է շարունակել մեր առաքելությունը կատարելով այս ստեղծագործությունները, նրանց տալով հավիտենականություն։ Չկատարելով ստեղծագործությունը նա դառնում է գրադարանային մի էքսպոնատ, որն էլ երբեմն իմ իսկ փորձից եմ ասում, կորչում է։ Կորչելուց հետո շատ բարդ է վերածնել, վերակենդանացնել, վերծանել ստեղծագործությունը։ Մենք նման փորձեր ունեցել ենք եւ Սպենդիարյանի եւ Ղազարոսարյանի ստեղծագործությունների հետ 2021-22 թվականներին իրանց Հոբելյանների նվիրված համերգների Լոնդոնում, եւ պիտի ասեմ, այս համերգի ստեղծագործությունների մեծ մասը իմ գործիքավորումներն են, փոխադրումներ սիմֆոնիկ կամ օպերային նվագախմբի համար գրված նվագակցություն կամ անհատ ստեղծագործություն կամերային նվագախմբի համար, այնպես որ սպասվում են շատ անակնկալներ եւ թեկուզ առաջին անգամ ունկնդիրը կլսի օրինակ Արնո Բաբաջանյանի հայտնի նոկտյուրնը, այս անգամ կամերային նվագախմբի եւ դաշնամուրի կատարմամբ։ Բայց նաև հետաքրքիր է բրիտանացիների արձագանքը ինչպիսին է, երբ լսում են նրանք հայ կոմպոզիտորների։ Տեսեք, բավականին մեծ ռիսկ է ներկայացնել մի միջավայրում, որտեղ անգամ շատերը չգիտեն Հայաստանը որտեղ է, կոմպոզիտոր, որի անունը անգամ չեն լսել։ Չեն էլ կարողանում երբեմն արտաբերել, ինչու ոչ, բայց մեր իսկ նպատակը դա է եղել ի սկզբանե, մենք գնացել ենք այդ ռիսկին եւ ունենք մեր հստակ հանդիսատեսը արդեն, ինքնավստահ ենք եւ ցանկացած միջոցառման կարող եմ ասել 60-ից 70% հանդիսատեսը ոչ հայ արմատներով հանդիսատես է եւ Միացյալ Թագավորությունում եւ արդեն մեր կազմակերպության, ինչու՞ չէ նաև Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ արդեն համագործակցության ընթացքում մենք 14 երկրներում ներկայացրել ենք այս կոմպոզիտորների ստեղծագործություններից եւ ունեցել ենք ոտնկայս մնացած հանդիսատես, այսինքն ոչ միայն սպառվել են
նստատեղերը, այլ մարդիկ ոտքի վրա են մնացել։ Դրանցից վառ ապացույցներից մեր Ֆրանսիայի համերգներ, որտեղ 1200-ից ավելի հանդիսատես ունեցանք մեր համերգին, եւ ինչու՞ չէ նաեւ ամբողջ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած մեր համերգները բոլորը ամբողջությամբ սպառված էին իրենց տոմսերով։ Եվ հիմա ունենք նույն արդյունքը Լիբանանում, Լիբանանի ուրեմն համազգային կազմակերպության լիբանանյան վարչության հետ համագործակցությամբ պիտի տեղի ունենա այնտեղի համերգը, ինչու՞ չէ նաև համագործակցությամբ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության, կամերային երաժշտության կենտրոնի, կամերային նվագախմբի եւ իմ կազմակերպության Kling and Choir and Cultural Association-ի միջև։ Ես կարևորում եմ մեր աշխատանքի հարատևության հիմքը դա համագործակցությունն է եւ պիտի հպարտությամբ նշեմ, որ արդեն 3 տարի է այս համագործակցությունը տվեց իր լուրջ արդյունքներն ու պտուղները ի շնորհիվ մեր պրոֆեսիոնալ աշխատանքի, երկարատև աշխատանքի, որովհետեւ յուրաքանչյուր համերգ տևում է գոնե 7-ից 10 ամիս մինչև իրականանում։ Այո, իրականում մեծ աշխատանքը շատ հաճախ մնում է կուլիսներում եւ քիչ ժամանակ է լինում դրա մասին բարձրաձայն խոսելու համար, բայց իհարկե կա ժամանակ, որպեսզի դուք դեռ ձեռք բերեք այսօրվա համերգի տոմսերը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի, որտեղ ձայները հանդիպում են նվագախմբին խորագրով համերգը բաց մի թողեք այն եւ հետեւեք մեզ մյուս նորությունների համար, իսկ հիմա ժամանակն է, որպեսզի միասին ծանոթանանք օրվա լրահոսին եւս մեկ անգամ շնորհակալ ենք հրավերի համար։ Նմանապես, շնորհակալություն։